Օրնեցեք Տեր հայր Սուրբ Աստվածածին եկեղեցում ենք իմ զրուցակիցն է այսօր Տեր Պսակը դուք երկար տարիներ գնդերեց եք եղել ճիշտ է եւ հենց այդ թեմայով եմ ես հիմա եկել ձեզ մոտ չգիտեմ որտեղ ձեզ հարմար կլինի որ զրուցենք կարող ենք եկեղեցու ներսում հա շնորհակալություն Զրուցելու ենք գնդերեցների գործունեության մասին մի փոքր գիտեք ինչու Տեր հայր որոշեցի ձեզ այցելել ձեզ հետ զրուցել որովհետև արդեն 1 ամիս է դուք ծառայության մեջ չեք քանի տարի եք ծառայում Այս տարի սեպտեմբերին կլրանար իմ բանակում ծառայության որպես հոգևորական 20 տարին Այսինքն ամենահներից մեկն եք 20 տարի փաստորեն որքան զինվորների հետ եք շփվել ինչքան շատ մեծ փորձ ունեք գնդերեցության այսպես ասած եւ առաջիններից եք առաջին ծերուններից եք գնդերեցների դա երևի հեշտ ծառայություն չէր Անշուշտ ինքը իր առանձնահատկությունները ուներ գնդերեցի ծառայությունը որ սովորական քաղաքացիական կյանքում այն սահմանափակումները չկան ինչ որ կա բանակում մարդիկ ավելի ռեժիմի հա մեջ օրակարգով իրենց ծառայող եւ դու պիտի կարողանար տեղավորվել այդ այսպես ասած զինվորական կարգացուցակի օրակարգի մեջ որպեսզի կարողանար նաեւ իրենց հետ աշխատանք տանել կամ հանդիպել, չգիտեմ, ինչ որ թեմաների մասին խոսել, լսել իրենց, շփվել իրենց հետ։ Դա կարելի է անվանել հոգևորականի համար դժվար ծառայություն։ Դա դժվար ծառայություն համարում եք ձեզ համար։ Ընդհանրապես հոգևորականի ծառայությունը ինքնին արդեն դժվար է, որովհետև դու գործ ունես մարդկային հոգիների հետ, մարդիկ տարբեր մոտեցումներ, տարբեր պահանջներ նաև ունեն կապված հոգևորականի ծառայությանը, հետևաբար նաև բացի այն, որ դա սովորական ծառայություն է հոգևորականի, ինչպես նշեցի, իր առանձնահատկություններ ուներ նաև։ Այդ առանձնահատկությունները մի տեսակ ավելի յուրահատուկ էին դարձնում գնդերեցի ծառայությունը։ Հենց գիտեք ինչն է ինձ հետաքրքրում Տեր հայր։ Փաստորեն հայտարարվեց, որ չպետք է որևէ մեկը բանակում ունենա այսպես երկակի ենթակայություն։ Դուք փաստորեն ենթարկվում եք Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, կաթողիկոսին։ Հոգևոր առաջնորդին էինք ենթարկվում, ով նշանակված էր Վեհափառ Հայրապետի կողմից, անշուշտ մենք էլ մեր նշանակումը ունենք Վեհափառ Հայրապետի կողմից եւ նաեւ անշուշտ Պաշտպանության նախարարության։ Այսինքն որ հարցերում եք դուք ենթարկում հոգևոր առաջնորդին, դա կապ ուներ բանակի հետ, ցանկացած մեր ծառայության հետ կապված խնդիր, գործ, ծառայության ձևավորումը, ծառայության կազմակերպումը համաձայնեցվում էր եւ նաեւ անմիջական հոգևոր առաջնորդի ցուցումներով էր կատարվում։ Դա վերաբերում էր ձեր հոգևոր ծառայության մասին։ Ընդհանրապես մեր ծառայությունը հետեւյալ կերպ էր կազմակերպվում, կար համատեղ պլան մշակված, որը հաստատվում էր Պաշտպանության նախարարի եւ հոգևոր առաջնորդի կողմից։ Եվ մենք ամբողջ այդ տարեկան պլանին համաձայն մեր ծառայությունը կազմակերպում ենք։ Եթե բանակում ասենք ինչ որ իրավիճակ է, այսինքն այն զորամասում, որտեղ դուք ծառայում եք, այդ կոնկրետ իրավիճակային առումով ուզում եմ ասել, դուք ում եք ենթարկվում, դուք հրամանատարության անմիջական ենթակայություն որպես այդպեսին ինքը նաև կարելի էր ասել զորամասի հրամանատարին էինք բանանում, այսպես իր հետ նաև համագործակցելով նաև հրամանատարի մյուս տեղակալների հետ, այսինքն այն պաշտոնատար անձանց հետ, ովքեր կոմպետենտ են եւ իրենք են նաեւ ինչ որ այսպես հակասություն կար այդ երկու ենթակայությունների միջև, որը մեկը մյուսին համարյա 30 տարի առաջնորդությունը գործում էր, եթե հակասություն լիներ, ի սկզբանե պիտի լիներ այդ հակասությունը։ Ես ուզում եմ հիշել մի ինչ որ վատ դեպք, ինչ որ մի խոսակցություն, ինչ որ մի սկանդալային կամ ոչ սկանդալային, այսպես եւ ոչինչ չեմ հիշում, մամուլում, հանրության մեջ չկա նման բան։ Չի եղել։ Լավ, ինչու ծագեց այդ անհրաժեշտությունը, որ այսպես մի բան չի կարող լինել երկակի բան է, բանակի մեջ են եւ չեն ենթարկվում հրամանատարությանը,
պաշտպանը բանակից դուրս կառույցին ենթարկում, ինչու ծագեց Ես այս։ կարծում եմ այդ հարցի հասցեատերը ավելի շուտ պաշտպանության նախարարությունն է։ Իհարկե, բայց դուք էլ չէ ինչ որ ենթադրություն երևի Ես ունեք։ ենթադրում եմ, որ այդ ընդհանուր այս վերջին օրերին իրականացված այդ եկեղեցու Արդեն տարի է դառնում։ հա, տարուց ավել այո, իրականացված այդ եկեղեցու դեմ ինչ-որ այդ ծագած խնդիրների կամ եկեղեցու դեմ իրագործված այս արշավի հետևանքն է կամ դրա Դուք շարունակությունը։ արդյունավետ գնահատում եք, այսպես այ եկեղեցում խոսում ենք, էլի, ինչ որ մեկը չի կարող կասկածել ձեր անկեղծությանը, կարծում եմ։ Այդ ծառայությունը, որ դուք մատուցում եք երիտասարդ տղաներին, տղամարդկանց, դուք արդյունավետ համարում եք, նրանք ունեին դրա անհրաժեշտությունը։ Անշուշտ, դրա արդյունավետության, այդ ծառայության արդյունավետության գրավականը, գնահատականը այդ 30 տարիների անցած ճանապարհն է։ Եթե մի բան անարդյունավետ լիներ, վստահաբար այդքան երկար չէր մնա։ Տեր հայր, գիտեք ինչու եմ ասում։ Մենք տեսանք նույնիսկ իրավապաշտպաններ եղան հանրության մեջ, ովքեր ասեցին, վայ, վերջապես այս հանվեց այս գնդերեցների բանը, սա ում էր պետք բանակում, սա ինչ անախրոնիզմ է, սա ինչ է, ինչի համար է պետք։ Այդ դեպքում պիտի Եղան իրավապաշտպաններ, որ ներողություն հարցս ավարտեմ, որ ասացին, ինչ էին անում այդ գնդերեցները։ Զորամասերում եւ ինքնասպանություն էր պատահում, եւ ոչ կանոնադրական հարաբերություններ էին պատահում, եւ սպանություն ու մահ էր կատարվում, լավ չէին ուտում զինվորները, լավ վերաբերմունքի չէին բա ինչ էին անում, լավ, ինչ էի կանում դուք այդ ամենը Ես կուզեի հարցս ուղղել այդ իրավապաշտպաններին, ովքեր այդպիսի կարծիքներ են արտահայտել։ Իմ հարցը հետևյալն է, միթե միայն գնդերեսներն էին պատասխանատու զորամասում այդ ամբողջ արատավոր երևույթների համար։ Լավ, իսկ պատասխանատու չէիք, բայց կարող էիք ինչ-որ բան։ Ես ասեմ, մենք մեր գնդերեսների շնորհիվ շատ ու շատ բաներ են կանխվել։ Ինչի իրենք չեն խոսում այն կանխված երևույթների մասին, ընդհանուր միջև ինքնասպանությունների կանխում, ինքնախեղումների կանխում, արատավոր բարքերի դեմ պայքար, հետո այդ միջանձնային հարաբերությունների նույն բանն էիք ուտում իրենց հետ։ Իհարկե, ես շատ անգամներ զինվորի հետ ճաշարանում եմ եղել մեր գնդերեսներից, ովքեր սահմանային զորամասերում են ծառայել, իրենք մարտական դիրքերում են մնացել գիշերը, նույն են ճանապարհը անցել են, որ ինչ որ անցնում է մեր զինվորը ու առավել ասեմ, պատերազմը հստակ ցույց տվեց մեր գնդերեցը, մեր եկեղեցականը որտեղ էր։ Եթե դա անարդյունավետ ծառայություն էր, ինչի համար էր գնդերեցը առաջնագծում զինվորի կողքին եւ զինվորի հետ նահատակվում։ Ինչպես կարող է ծանր ընտրության պահին զինվորը լինել միայնակ, որովհետեւ նա զինված է, նա գնում է, այսպես ասենք, նա կարող է սպանվել եւ նա կարող է սպանել։ Եվ այդ ընտրությունը կատարելիս նա պետք է իմանա դա ինչի համար է արվում։ Դա սպանություն չէ։ Բնականաբար հայրենիքի պաշտպանությունը մեր կարևորագույն, այսպես առանցքային, եթե կուզեք այդպես ձևակերպեմ, քարոզն է եղել։ Որևէ հոգևորական ես չեմ պատկերացնում, որ ինքը այդպես հայրենիքի պաշտպանության, սրբությունների պաշտպանության, հավատի պաշտպանության համար բան չլինի, այդպես ջատագովը չլինի եւ իր օրինակով էլ նաեւ վարակիչ չլինի զինվորների կամ սպաների։ Դուք զգում եք հարգանքը զինվորների ձեր նկատմամբ։ Վստահ, իհարկե։ Նույնիսկ ոչ միայն հարգանքը, այլև սթափությունը, իրենց զգոնությունը հոգևորականի արդեն ներկայությամբ, դա վստահ բոլորը կարող են փաստել։ Նույնիսկ այն զորամասերում, որտեղ որ չի եղել գնդերեց, ինչ պատճառներով, այնտեղ լրիվ անձնակազմը տարբերվում էր այն անձնակազմից, ով որ գնդերեց ուներ իր զորամասում։ Դուք որ մարզում էիք ծառայում։ Ես երկար տարիներ ծառայել եմ սահմանին, մեր հանրապետության հարավ-արևելյան սահմանի ամբողջ երկայնքով եմ եղել, վերջին ծառայությանս վայրը Երևանի կայազորային հոսպիտալն էր։ Դուք կարոտում եք այդ ծառայությունը։ Իհարկե, դա մեր կյանքի 20 տարի քիչ չի, մի ամբողջ կյանք է դնես եւ այդ առօրյայից անմիջապես այդպես կտրվես, բայց դե հիմա որոշելիքը դուք ծառայող եք, իհարկե։ Փաստորեն 42 գնդերեց ունեինք եւ հիմնական մասը 39 կարծեմ։ Այո, մոտավորապես, այո, 39 հոգի։ Առաջարկվեց նրանց աշխատանք շարունակել իրենց այդ։ Դուք էլ այդ թվում
վերադարձակ ինձ կոնկրետ այդպես առաջարկ, որպես այդպեսին չեն արել, թե այս պայմաններով մնացեք, ծառայեք, բայց տղաներին վստահաբար եղել է, որ առաջարկ եղել է, որ այսպես կլինի, ձեր աշխատավարձի հարցը կլուծվի ուրիշ ձևով, չգիտեմ, ինչ-որ արտոնություններ կունենաք, բայց այստեղ խնդիրը մեր կենցաղային հարցերը չէին կամ այդ, չգիտեմ, այո, կարևոր է, բոլորս էլ մարդ ենք, ունենք մեր խնդիրները, բայց մեզ համար առավել կարևոր էր այն արժեքը, այն նվիրական արժեքներն ու սրբությունները, որոնց դավանողն ենք մենք եւ մեր երթումը ամեն ինչից վեր էր, քան այդ նյութական։ Բայց մի քանիսը մնացին, հա, մի քանի երևի երիտասարդ հոգեվորականներ 4 հոգի կարծեմ թե իմ տվյալով համաձայնել են այդպես շարունակել ու հիմա նրանք չեն ենթարկվում, այսինքն էջմիածնին։ Այո, դուրս է գալիս, որ իրենք կտրված են եկեղեցու նվիրապետությունից։ Նրանք քահանաներ են, ճիշտ է։ Երկուսը քահանա, երկուսը զարգավակ։ Հնարավոր է հոգևորականը չունենա հոգևոր առաջնորդ։ Հենց անտրամաբանականը դա է, որ ինչպես կարող է քահանան ի պաշտոնե ենթակայություն չունենալ իր առաջնորդին կամ ընդհանրապես առաջնորդին։ Այսինքն մեր եկեղեցին ունի այնպիսի կառուցվածք, որ քահանան անպայման պետք է ունենա առաջնորդ։ Չի կարող ինքն այսպես թեմակալ առաջնորդին է ենթարկվում, իհարկե, այդպես չի կարող լինել։ Եկեղեցական տրամաբանության, եկեղեցական կանոնականության, եկեղեցական դավանաբանության ոչ մի բանի մեջ չի տեղավորվում։ Չի կարող այդպես լինել։ Եթե մարդը իրեն դուրս է դնում, ուրեմն այլևս ինքը այդ եկեղեցու հետ կապ չունի։ Ես վստահ եմ, որ դուք շատ լավ գիտեք գնդերեցների պատմությունը աշխարհում։ Ինձ համար շատ մեծ աշխարհ հայտնաբերվեց, երբ ես ուսումնասիրեցի, ուղղակի օրեր շարունակ ես նայում էի աշխարհի բանակներում, շատ լուրջ բանակներում։ Այո։ Ամբողջ եվրոպական կարևորագույն երկրներում, այսինքն Անգլիա, Ֆրանսիա, այո, Միացյալ զարգացած իրենք ունեն այդ բոլոր զարգացած բանակներում կան։ Եվ պարզեցինք ինչ գնդերեցների, այսինքն կապելանների ինստիտուտից հրաժարվել են բոլշևիկները 17 թվականին, որ այնուհետև ամբողջ այդ ճամբարի վերացումից հետո վերականգնվել է, գրեթե Լեհաստանում, բոլոր երկրներում վերականգնվել է, նաև Ռուսաստանում է վերականգնվել, Հայաստանում է փաստորեն ներդրվել։ Եվ նացիստական Գերմանիան չի ունեցել հոգևորականության կարիք, ունեցել է գաղափարախոսության տարածողի կարիք։ Այսինքն եթե հոգեբանական հարց է, մի ինչ-որ հոգեբան կամ աստվածաբանության բաժնի ավարտած ինչ-որ մի շրջանավարտ, որևէ մեկը մի խելոք մարդ, մի, չգիտեմ, կարող է զինվորի հետ խոսել, բայց դա չի այդ ծառայությունը։ Բնականաբար, հոգևոր Աստծո խոսքը չկա ուրիշ բաներ, միայն այդպես գիտելիք փոխանցելու նպատակ չուներ, այլ հոգևորականը այնտեղ էր, որպեսզի եկեղեցին իր միջոցով բերվի զորամաս։ Որովհետև զինվորը չի կարող գնալ եկեղեցի, ինչպես ես սահմանափակ է, անշուշտ, իր ծառայությունը։ Բայց եթե ուզենա, ասի, վայ, ես կարիք ունեմ, ես պետք է աղոթեմ, ես ինչ-որ մտքերի մեջ եմ։ Նրան թույլ կտան վեր կենալ գնալ, ասենք, իր զորամասից հեռու միտեղ աղոթել։ Վստահաբար չէ, դրա համար ես պատահական չէ, որ ասեցի, հոգևորականի գնդերեցի միջոցով կարծես եկեղեցին էր տեղափոխվում զինվորի կյանք։ Խոստովանություններ լինում էին։ Անշուշտ, իհարկե, խոստովանություններ են եղել, նույնիսկ բանը եղել է, որ մարդիկ այնպեսի ծանր խնդիրներ են ունեցել, իրենք կիսվել են, փորձել ենք միասին լուծումներ գտնել։ Բնականաբար դա հոգևորականի ծառայության պարտադիր շերտերից մեկն է։ 20 տարի ծառայելով բանակում, ձեզ որքան հաճախ են, ինչ քանակի այլադավան զինվորների եք դուք տեսել։ Եղել են, հիմա այսպես կոնկրետ քանակ չեմ կարող ասել, բայց դժվարությամբ եք հիշում, այսպես։ Հա, քիչ են եղել, այդպես հիմնականում այլադավան, եթե կոչենք, հասկանանք այլ դավանանքի կրողներ, մեր մոտ այդպես քրիստոնյաներ են եղել։ Քրիստոնյաներ են, այլ կրոնական կազմակերպության հետևորդներ են եղել, հա, այո, այլ ազգիներ են եղել, օրինակ եզդիները, չնայած եզդիների հետ շփվել եմ, իրենք շատ հետաքրքրված են եղել քրիստոնեությամբ, զինվորներ եմ հիշում, որ որոշել էին մկրտվել, իհարկե զորացրվեցին, հիմա չգիտեմ, մկրտվել են թե չէ, բայց իրենց ցանկությունը բայց ունեցել են ձեր կարիքը։ Անշուշտ, մոլականներ են եղել, ռուսներ, հա, որոնք ազգային փոքրամասնության ներկայացուցիչ։ Քրիստոնյաներ են։ Այո, զրուցել ենք, խոսել ենք, իրենք էլ
շատ բան չեն իմացել մեր եկեղեցու մասին, մեր միջոցով ծանոթացել են հայ առաքելական սուրբ եկեղեցուն, այնպես որ կարծում եմ թե օգտակար է եղել։ Կարծում, այնտեղ որտեղ դուք աշխատում էիք, այլ կրոնական սպասավորի անհրաժեշտություն կարող է ծագել։ Այլ կրոնի։ Ես Մուսուլման հանդիպել է ձեզ։ Չէ, մուսուլման չեմ հանդիպել ինձ ծառայություն։ Բուդդայական հանդիպել է ձեզ։ Բուդդայական այդպես որպես այդպեսին ճիշտ ասած ինքը ասաց որ բուդդայականության հետևորդ է, բայց երեխան Մի հոգի։ հա չէր պատկերացնում նույնիսկ այդ ինչա, ուղղակի այդպես որոշել էր այդ բանով։ Ու ասում են աթեիստներ են եղել, որոնք չեն հավատացել, բայց ես ավելին ասեմ իմ ծառայության մեջ համար չի կարող լինել առանձին սպասավոր։ Այո, առանձին սպասավոր չէ, բայց այդ նույն աթեիստներից մեկը իմ ծառայության ընթացքում ինքը վերջապես բան եղավ, հասկացավ, որ չէ, վերջ-վերջո Աստված կա։ Պատերազմում։ Հա, չէ, պատերազմից առաջ էլ, այո։ Իհարկե պատերազմում չեն, ասում են, չէ, խրամատում անաստվածներ չկան։ Այո։ Այո, այդպես է։ Բայց այնց որ ասեմ, Գիտեք ինչու եմ ասում։ Հիմա կան նաև այսպես իրավապաշտպաններ, որ ասում են, իսկ ինչու միայն հայ առաքելական սուրբ եկեղեցու սպասավորը պետք է աշխատի բանակում։ Իսկ ինչու ուրիշների համար, ուզում եմ հասկանալ ովքեր են այդ ուրիշները, որոնց իրավունքը խախտվել է եւ չեն ունեցել հոգեվոր այսպես ինձ թվում է այդ հարցը ավելի ճիշտ իրենց տալն է պատշաճ, ուղղակի ես իմ կարծիքը կարող եմ ասել, ենթադրում եմ, որ նկատի ունեն այլ կրոնական կազմակերպություններ։ Դե Եհովայի վկաները չեն գնում բանակ։ Եհովայի վկաները չեն գնում, բայց այլ կրոնական կազմակերպություններ կան, որոնց ներկայացուցիչները, որոնց հետևորդները աշխարհում կա այդպիսի փորձ, որ աղանդավորական, օրինակ Ռուսաստանը բազմակրոն երկիր է, կամ Միացյալ Նահանգները, եւ այնտեղ կան եւ մուսուլման սպասավորներ, իմամներ կան։ Այո, վստահ։ Կան ռաբինատ կա, հրեաների համար կա։ Եվ բայց դրանք բոլորը, այսպես ասած, կրոնական կազմակերպված կառույցի սպասավորներ են, աղանդավորական կառույցների սպասավորների ծառայություն, ես չգիտեմ, դա ինձ չհանդիպեց։ Դե օրինակ Միացյալ Նահանգներում բողոքական եկեղեցիներ կան, որոնց ասենք երեցները, այո, երեցները, չգիտեմ, քարոզիչները կարող են որտեղ հանրության մեջ շատ է բողոքականությունը դրա համար։ Այո, բայց մենք ի տարբերություն եվրոպական ազգերի կամ նույն Ռուսաստանի Դաշնության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների ավելի միատարր պետություն ենք եւ մեր բնակչության ճնշող մեծամասնությունը իրեն համարում է հայ եկեղեցու հետևորդ։ Այո, իրեն համարում է հայ եկեղեցու հետևորդ։ Հայ եկեղեցու եւ եթե նույնիսկ ընտանիքը լինի աղանդավորական, մի քիչ դժվար է պատկերացնել երիտասարդ տղան արդեն լինի աղանդավոր այնքան որ նրա հա, այդպես իր պահանջով ինքը ուզենա որ իր հովիվը իր հետ։ Եվ վերջապես հո չի կարող մի հոգու համար հովիվ կարգվել։ Կամ եթե կարող է թող կարգեն, եթե ունեն այդ հովիվները։ Դե, չգիտեմ, հետո ինչ կլինի, այո, հա, բնականաբար դա տրամաբանական բացատրություն չի, բայց ամեն ինչ հնարավոր է։ Տեր հայր, մեկ ամիս է եւ մեր զինվորը այսպես ես երբ պատրաստում էի այդ հետազոտությամբ էի զբաղված, մտածում էի, փաստորեն դա հոգեվոր սաղավարտն է, որից մեկ ամիս է մեր զինվորը զրկված է։ Եվ հաստատ բանակում երիտասարդ մարդը ավելի շատ ունի Աստծո կարիք, քան երբ ինքը իր ժամանակի եւ իր կյանքի տնօրինողն է առանց սահմանափակումների։ Ինչ եք մտածում ձեր շահառու ձեր զավակների մասին, ովքեր զրկվել են ձեր ծառայությունից։ Անշուշտ մտածում ենք, ցավ ենք ապրում, միշտ աղոթում ենք իրենց համար, խնդրելով որպեսզի Աստված իրենց զորացնի, թեկուզ մենք անմիջական շփման մեջ չենք այս պահին իրենց հետ, բայց իրենք մեր աղոթքների մեջ են, մեր հոգու մեջ են, մեր սրտի մեջ են։ Դուք հետ կգնաք բանակ, եթե ձեզ նորից հետ կանչեն։ Հետ կանչելը ինչ նկատի ունի։ Դե ասենք գիտեք հիմա ամեն ինչ հետ է, այսպես հետ են խաղարկում, այսպես ասեմ։ Կենսաթոշակները որոշեցին բարձրացնել ընտրություններից առաջ։ Մի փոքր փորձեցին թուլացնել այն ճնշումը կամ փոխել այդ ճնշման ձևը, ուղղությունը եկեղեցու նկատմամբ։ Այնտեղ էլի ֆինանսական ահագին գործարքների հետ կապված հետ են խաղարկում, որպեսզի ընտրողը չնյարդայնանա։ Գուցե ընտրություններից 100 օր կա, 100 օր ունենք։ Ընտրություններից առաջ ասեն գնդերեցները թույլ ենք տալիս վերադառնում են բանակ։ Գիտեք, մենք նեղացած չենք գնացել ոչ մեկից։
Այդպիսի եթե մտայնություն կա հանրության մեջ, չգիտեմ, մարդկանց մեջ, կարծում եմ սխալ է։ Մենք նեղացած Չէ, չենք իհարկե, գնացել, ինչպես ոչ կարող մեկ էլ չենք նեղացրել։ Մենք ուղղակի մեր դիրքորոշումն ենք ունեցել, լինելով հավատարիմ այն ուխտին, որ յուրաքանչյուր հոգևորական տալիս է Աստծո առաջ եւ մայրաթոր Սուրբ Էջմիածնում հավատարիմ լինելու այն դարավոր արժեքներին, այն նվիրապետությանը, այն իշխանությանը, որ եկեղեցու մեջ է։ Դուք ուզեիք հետ գնալ։ Անշուշտ իհարկե մենք չեմ էլ պատկերացնում, որ այսպես ասած որևէ մեկը կհրաժարվի կամ նեղացած կլինի, չէ։ Մեր զավակներն են ամեն դեպքում նույնիսկ այն մարդիկ, ովքեր մեզ էլ չեն ընդունում, այսպես ասած բացական վերաբերմունք ունեն հոգևորական։ Հա, ասա։ Մեր զավակներն են։ Այո։ Կաթողիկոսները երևի դեմ չի լինի, եթե դա Վեհապարը երբեք դեմ չէ, հակառակը վեհապարը միշտ ջատագով է եղել, որպեսզի հոգևորականը իր մշտամնա ներկայություն ունենա բանակում։ Իսկ աշխարհի փորձը ես տեսա, որ կաթոլիկ եկեղեցին Վատիկանի հետ օրինակ պետությունը եւ Վատիկանը համատեղ են այդ ծառայությունը կազմակերպում իրենց կապելանների եւ ամենտեղ կարծես հոգեվոր առաջնորդի այդ եկեղեցու հոգեվոր այսպես ղեկավարության եւ պետության միջև համաձայնությամբ հուշագրով չգիտեմ գուցե 200 տարի առաջ ստորագրված հուշագրով կամ վերջերս վերականգնված, բայց դա չի լինում առանց պետություն եկեղեցի համագործակցության։ Այսինքն մեկը չի կարող վեր կենալ գնալ, այսպես ասել, ես քահանա եմ, եկել եմ գնդերես ընդունվեմ։ Իհարկե չի լինում։ Գուցե կա դեպքեր, որ պետության եւ եկեղեցու միջև առանց համաձայնության է կազմակերպվում այդ ծառայությունը։ Հիմա նկատի ունեք աշխարհում, ես աշխարհում այդպեսի բան չեմ լսել, չեմ պատկերացնելու դժվար է պատկերացնել, որովհետև դա այնպեսի ծառայություն է, նախ դու ծառայությունդ իրականացնում ես պետական համակարգի մեջ, որևէ մեկը քեզ չի արտոնի ինքնագլուխ այդ համակարգ մտնելու, թափանցելու կամ ինչ-որ գործունեություն ծավալելու։ Բնականաբար դա պիտի լինի երկուստեք համաձայնությունների եւ երկուստեք համաձայնության ու պայմանագրերի արդյունքում, այնպես որ ես այսպես հասկացա, որ այդ բարոյահոգեբանական, չգիտեմ, դաստիարակչական, չգիտեմ ինչպես է կոչվում այդ բարոյահոգեբանական ապահովման վարչությունը չի կարող որևէ կերպ Աստծո խոսքի փոխանցող լինել եւ կա այդ վարչությունում հավաքված մարդիկ առանց վեհապար հայրապետի գործուղած օծված քահանաների չի կարող իրականացնել այն գործառույթը, որը դուք ունեցել եք։ Տրամաբանորեն ճիշտ եք եւ այդպես։ Այլապես այդ աշխատողը, ասենք, չի տարբերվի օրինակ Զորամասի Վարսավիրից։ Դե հա, կոպիտ օրինակ է, բայց այդպես է, այո։ Կոպիտ է, բայց այնինչ կա։ Եթե չկա դրանում մի բան հստակ է, որ պիտի վեհապար հայրապետի եւ եկեղեցու օրհնությունը լինի եւ եկեղեցու կողմից պիտի նախաձեռնված լինի նաեւ այդ ծառայությունը։ Դուք պատարակներ այնտեղ անում եք։ Այո, հենց այդ որտեղ որ ծառայել եմ Կանազի այդ Կայազորային զինվորական հոսպիտալում փոքրիկ եկեղեցի կար, ամեն շաբաթ մենք պատարակ ենք արել, ամեն շաբաթ։ Հիմա այդ մարդը, որ ասենք համարենք ավարտել է համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետը, ընդունվել է մեկ ենթակայությամբ, ուղիղ ենթակայությամբ Պաշտպանության նախարարության այդ բարոյահոգեբանական այդ վարչությունը։ Նա ինչպես է պատարականում։ Ինքը չի անել, ինքը բայց Բայց պատարակի կարիք ունի, իշխանություն ունի, որ անի։ Հենց դա է հարցը, այսինքն այդ բաժնում, եթե չլինեն իսկական քահանաներ, պատարակ չի կատարվի։ Դե հիմա էսա մեր իրականությունը։ Եթե այդ մարդիկ, ովքեր այդ որոշումները կայացրել են, իրենք հաշվի առնեին նաև այդ հանգամանքները, գուցե ուզում են, որ Պաշտպանության նախարարությունը կարողանա իր կազմում աշխատող քահանային գնդերեցին ասել, օրինակ, պատարակը այսպես արա։ Այլևս մի ասա կաթողիկոսի անունը, ասենք ուրեմն այդ քահանան քահանայություն չպիտի անի, որովհետև հստակ է, մնում է դա միակ պատճառը, հասկանում եք։ Հստակ է, որ պիտի եկեղեցու ծիրի մեջ լինես դու, եկեղեցու նվիրապետությանը հավատարիմ, հա, ժամերգությունն է սկսվում։ Ժամերգությունն է ուղիղ ժամը 5-ն է սկսվում է ժամերգությունը։ Տեր Պսակ, շնորհակալություն այս հարցազրույցի համար։ Այս հետազոտությունը, որ ես կատարել էի, ինձ համար ամբողջական չէր դառնա, եթե ձեզ հետ չխոսեի եւ չհասկանայի ինչ գործ է իրականում արել գնդերեցը։
ժամերգության ժամն է եւ մենք հիմա մի փոքր շնորհակալ եմ օրնեցեք։ Մինչև հայր պսակի հետ զրուցելն էլ արդեն ուսումնասիրելով գնդերեցների գործունեությունը, ինչպես հայ գնդերեցների, այնպես աշխարհում հոգևոր սպասավորների ռազմահոգևոր ծառայություն մատուցող այդ հոգևորականների գործունեությունը ուսումնասիրելով ինձ համար ուղղակի հստակ էր եւ անժխտելի, որ շատ մեծ գործ ունեն անելու այդ մարդիկ բանակում, որովհետեւ բանակը հենց այն վայրն է, որտեղ մարդիկ ունենում են Աստծո կարիք, Աստծո խոսքի կարիք։ Հոգևոր կյանքի սահմանափակում պարտադիր ծառայության ընթացքում չպետք է լինի։ Նրանք պետք է ունենան հնարավորություն լսելու Աստծո խոսքը եւ հոգով ամուր լինելու, հոգով, մտքով, համոզմունքով ծառայության ընթացքում։ Բացի զինվորական, հայրենասիրական իրենց համոզմունքները եւ գաղափարները պետք է իմանան, որ դա աստվածահաճո գործ է լինել հայրենիքի պաշտպան։ Այս բլոգը վարեց Շաքե Ավոյանը, շնորհակալ եմ մեզ հետևելու համար։